Շնորհակալ 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ ԿՓ կուսակցության կայքը CVKM-ը հարցում է ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, պարզելու համար, թե արդյոք տիրապետում են տեղեկատվության գործակալ է կաթողիկոսի եղբայրը, Եզրած arczepiskopos-ը, եւ քիչ առաջ հրապարակել են փաստաթուղթ, որով նշվում է, որ վերջինս 1986 թվականին հավաքագրվել է KGB-ի կողմից եւ ստացել Կարո ծածկանունը։ Ձեր մեկնաբանությունը այդ ժամանակ Սովետ միությունն էր եւ նա Սովետ միության քաղաքացի էր։ Եկեք իմ խոսքը այս մասը ձեր հարցինի պատասխան վերնագրեմ այսպես. մահախոսական Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մասին։ Ավանդաբար մահացածների մասին ասում են կամ լավը կամ ոչինչ, բայց ես կուզեմ ասել հանգուցյալի մասին, հանգուցյալը տվյալ դեպքում ազգային անվտանգության ծառայությունն է, հանգուցյալի մասին ամեն ինչ։ Ինչպես հայտնի ֆիլմում էր իսկ ազնիվ էր արդյոք հանգուցյալը։ Ու սկսեմ հերթով։ Եվ տվյալ դեպքում ես խոսելու եմ ոչ թե որպես Գեղամ Մանուկյան, ոչ թե քաղաքական կուսակցության անդամ, ոչ թե մեկը, որ հայ առաքելական եկեղեցու, ինչպես տասնյակ հարյուր հազարավորներ պաշտպան, այլ խոսելու եմ իբրև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, որը ի պաշտոնե պարտականությունների մեջ ամեն տարի ազգային ժողովում փակ նիստերում լսում է ազգային անվտանգության ծառայության հաշվետվությունը բյուջեի կատարման, ամեն տարի փակ նիստերում քննարկում է ազգային անվտանգության ծառայությանը տրվելիք բյուջետային հաջորդ տարվա միջոցները եւ որպես ազգային ժողովի պատգամավոր առաջարկներ է ներկայացնում ցավոք սրտի հաջորդ տարվա բյուջեի մշակմանը այս խորհրդարանը չի մասնակցելու, թե չէ կառաջարկեի, որ ազգային անվտանգությանը տալ 0 դրամ։ Սիմոնյան Անդրանիկից սկսած ԱԱԾ տնօրենից մինչև վերջին աշխատողը, որովհետև մեռած մարդուն փող չեն տալիս։ Մեռած մարդը չկա։ Ազգային անվտանգությունը այսօրվանից չկա։ Եվ ձեզ ասեմ ինչու։ Երկու բան, մեկ Civic-ի հարցումների պատասխան, տվյալ դեպքում եթե արտահոսք լիներ, ինչպես շատ հաճախ է, իրավապահները գաղտնալ լսում են, ձայնագրում են, նկարում են, հետո հրապարակում են, դժվար է խոսել որպես կատարված փաստ, հիմա բայց փաստորեն դուրս է գալիս, որ ազգային անվտանգության ծառայությունը ի պատասխան Civic-ի հարցումի պաշտոնապես ասել է, որ գաղտնազերծում է։ Հիմա մի քանի փաստ Նախ այդ գաղտնազերծված փաստաթղթերի հետ կապված մինչև տաղավար մտնելը առաջին հայացքով աչքի անցկացրեցի դեռ կասկած ունեմ, որ իրոք այդ փաստաթուղթը դա է, որ ԱԱԾ-ն տրամադրել է, թե չէ, մի քանի պատճառներով, որովհետև պարբերաբար խոսվել է, որ ԱԱԾ արխիվների ճակատագիրը խորհրդային միության շրջանում ինչպես է դասավորվել, երկրորդը այնտեղ օրինակ հույժ գաղտնի թվի հետ կապված դատարկեր այդ կյանքում չեմ տեսել այսպես ասեմ հավաքագրման փաստաթուղթ, որ համեմատական անեմ, բայց մի թիվ աչքս զարն է։ Գործակալ թիվ 15500 քանիս կարծեմ։ Հիմա պատկերացրեք դուք որպես 24 նյուզի լրագրող վաղը ազգային անվտանգության ծառայություն հարցում եք անում։ Հաշվի առնելով, որ դուք Civic-ի հարցումին ի պատասխան տվել եք այդ փաստաթղթը գաղտնազերծել եք եւ ներկայացրել եք Civic-ին, որը թվագրված է 15500 քանի երրորդով, նշանակում է դրանից առաջ 15000 քանի հավաքագրման փաստաթուղթ է եղել։ Խնդրում եմ ինձ տրամադրեք 00001-ից մինչև 15500 քաներորդ հավաքագրված անձանց անունները, ազգանունները, տվյալները եւ պատճենը այդ փաստաթղթերի։ Ձեզ կտան, վստահաբար չեն տա։ Որևէ մեկին կտան, վստահաբար չեն տա։ Մեկին կտան, մեկ հայկական ժամանակին կտան։ Քանի որ ազգային անվտանգության ծառայությունը վաղուց այլևս դադարել է որպես պետական անկախ մարմին, որը իհարկե վարչապետի ըստ օրենքի ենթակայության տակ է, բայց ինքը ամբողջությամբ ոչ թե վարչապետի ենթակայության տակ է գործում,
այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, համատեղությամբ հայկական ժամանակի գլխավոր խմբագիրի պաշտոնը զբաղեցնող, միաժամանակ ձեռքի հետ օգտագործելով սիվիկներ ու մնացած վեյքային բոլոր կայքերը, ամբողջությամբ ուղղակի ծառայում է դրան եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Սա մի հատված։ Հիմա սա ինչի մասին է խոսում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այլևս այդ ազգային անվտանգության ծառայության Նալբանդյան 104 շենքը, որը խորհրդային տարիների մեր հայրենակիցների համար միշտ ավելի սարսափազդու էր, Նալբանդյան 104 հասցեն այլևս հասկանալի էր ինչի մասին է, այդ շենքի կողքով մի քիչ ավելի վախվորած էին անցնում, ձգված էին անցնում, ոչ թե պետական գերատեսչությունը, այլ իշխանական քարոզչամեքենայի մի հավելված, որտեղ փոխկապավոր իրանց լուրջ մարդկանց տեղ դրած ես անվտանգության աշխատող եմ, իրանք ոչ մեկ անվտանգության աշխատողը չեն, իրանք Նիկոլի ծառաներն են, ստրուկներն են։ Հիմա բոլորը, եթե որևէ պաշտոնյա ազգային անվտանգության ծառայությունից վաղը զեկուցագրի չգրեց, որ ես դուրս եմ գալիս այս գերատեսչությունից, քանի որ դուք սա դարձրել եք Նիկոլ Փաշինյանի անձնական օրգան, նշանակում է նա իրեն չի հարգում որպես սպա, որ ուսադիր է հագնում եւ տարիներ շարունակ դեկտեմբերի 19-ին կարծեմ, հիմա էլ փոխել են հունվարին միջոցառմանը տոնական համազգեստով նստում է եւ համարում է, որ ինքը օրգանի, անվտանգության օրգանի աշխատող է։ Սա մեկ։ Երկրորդը, որպես Պաշտպանության անվտանգության հանձնաժողովի անդամ եմ ասում, Հայաստանի Հանրապետության անվտանգության մարմինները իրենց սահմանադրությամբ լիազորված գործունեության մեջ ունեն իրավունքներ, պարտականություններ գործել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պաշտպանության դիրքերից։ Հիմա էլ այդ կադրային կառուցվածքային փոփոխություն, արտաքին հետախուզություն, հիմա հակահետախուզություն։ Դիցուք վաղ ձևավորում է ազգային անվտանգության հակահետախուզական ծառայությունը, որը բնականաբար ունի լայն գործառույթներ, այդ թվում ըստ սահմանադրության ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի, ունի հավաքագրման իրավունք, սահմանադրությամբ վավերացված, օրենքներով վավերացված։ Պայմանական ասեմ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի խորհրդարանը ունի պատվիրակություն։ Ես իմ պատվիրակության վրա եմ վերցնում, որտեղ ազգային ժողովի արտաքին կապերի վարչությունից քարտուղարությունում տարբեր աշխատողներ են եղել, որ կցված են եղել։ Պատկերացնում եք անվտանգությունից ելնելով, մեր երկրի շահերից ելնելով, ազգային անվտանգության X ծառայողը դիմի պայմանական ասեմ Արմինե անունով որևէ աշխատակցի, որ սիրելի Արմինե, Հայաստանի Հանրապետության ազգային շահը պահանջում է, որ դու պարբերաբար տեղեկատվություն տրամադրես, ինչ է կատարվում, Գեղամ Մանուկյան օրինակ այդ միջանցքներում ում հետ է խոսում, ում հետ է զրուցում, եւ Արմինեն տա իր համաձայնությունը, որ այո, ես իմ երկրի շահերից ելնելով պատրաստ եմ համագործակցել ազգային անվտանգության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։ Բայց այս դեպի փաստաթուղթ հրապարակելուց հետո ցանկացած Արմինե կամ Սողոմոն կամ Հայաստանի քաղաքացի որ իր անունը պետք է եւս մտածի, լավ, մամուլում այդ Սիմոնյան Անդրանիկը ԱԱԾ պետ որ կա, հավերժ չի։ Ինքը շատ երիտասարդ է, բայց այդ պաշտոնի համար հավերժ չի։ Վաղ Սիմոնյան Անդրանիկը պայմանական 2026 թվականից եւ ենթադրում եմ 2026 թվականից չի լինելու։ Գալու է Սիմոն Սիմոնյանը ենթադրենք կամ Անդրանիկ Անդրանիկյանն է գալու։ Ու Անդրանիկ Անդրանիկյանը պայմանական այդ օրվա վարչապետի Աստված մի արասե մենք երբևէ այդպիսի վիճակ ունենանք, այդ օրվա վարչապետի կուսակցության պիվիկ AM կայքից ստանա գրություն, որ խնդրում եմ ինձ տրամադրել վերջին 3 տարիներին հավաքագրված աշխատանքների գործակալների անունները։ Ի վերջո, այս փաստով, որ ԱԱԾ-ն գաղտնազերծում է փաստաթուղթ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, ինքը մտածել է լավ վաղը իշխանությունը որ փոխվավ, իմ այդ համագործակցության փաստը հրապարակվելու է, չէ՞։ Քաղաքական տարբեր նպատակներով կարող են որովհետև ազգային անվտանգության մարմինների հենց խնդիրը հենց դա է։ Դա մեկ եւ երկրորդը հիմա դա որպես կոմպրոմատ են ընդունում, տեսեք, հիմա ես շատ հանգիստ եմ խոսելու որպես սովետական միությունում ապրած մարդ, չափահաս դարձած մարդ, 88 թվականին բանակ գնացած մարդ, որին 88 թվականին այն ժամանակվա պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները մոտեցել են Ապրիլ 24-ի երթին
ակտի մասնակցելուց հետո մերժում չեմ ասի, բայց ասել եմ հնարավորություն գիտությամբ եմ զբաղվում, հետո գնացել եմ բանակ, խորհրդային միությունը փլուզվել է։ Եվ հանգիստ ասելով նկատում եմ վաղը CVKM-ը չի կարող Գեգամ Մանուկյանի անունով մի հատ էլ ասի, ԱԱԾ ջան, շեֆը ոնց որ ասելա դու ինչ կարող ես պարտավոր ես Civic-ին ու Հայկական ժամանակին տալ Գեգամ Մանուկյանի վրա ինչ կա։ Ինչ էլ որ տան, թող տան։ Հիմա Սա ներկայացնում որպես պետությանը դավաճանություն եւ այլն, նման մի կայ բան։ նկատում ենք, որ թվագրումն է 86 թվական Խորհրդային միություն, Խորհրդային միության օրինական հետախուզական կամ ազգային անվտանգության կառույց եւ այլն։ Կամ էլ թող հրապարակեն բոլոր այն մարդկանց անունները, որոնք գրավոր կամ եթե այդպես է, գրավոր թող համագործակցության համաձայնություն են տվել ազգային անվտանգության այն ժամանակը պետական անվտանգության կոմիտեի։ Այդ թվերին։ Այնպես որ այս անգամ մեռածի մասին կամ լավ կամ ոչինչ չեղավ, ես ստիպված հանգուցալ ազգային անվտանգության ծառայության մասին փորձեցի իրականությունն ասել ու նաև առաջիկա մի քանի ամիսներին պատգամավորական գործունեության մեջ դրա մասին շատ ավելի կխոսեմ։ Իդեպ վաղը պատրաստում եմ անդրադառնալ մեկ այլ փաստի, այլևս գաղտնիք չէ, որ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատողները սկսել են պատարակ խմբագրելու գործին մասնակից դառնալ եւ քահանաներից մեկը հրապարակային էր ասել, որ ԱԱԾ աշխատակիցները խնդրել են պատարակ անելու ժամանակ զեղչել վեհափառի հատվածը եւ Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել, որ ԱԱԾ աշխատողները դե մեկը մեկին ծանոթ եւ այլն կարող են ազգային անվտանգության ծառայություն հարցում է ուղարկել պատգամավորական, թե օրենքի որ կետի որ տառի համաձայն ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաները մասնակցում են արդեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ եւ ամա պատարակի տեքստի խմբագրման աշխատանքներին։ Կարծում եմ այդ ժամանակ հանգուցալը արդեն բանի մեջ էր, այդ վերջին շունչ փչելու մեջ էր, ԱԱԾ-ից Անդրանիկ Սիմոնյանի ստորագրությամբ ստացել եմ գրություն, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության շրջանակներում մենք գործունեություն ենք ծավալում։ Այսինքն պատարակը խմբագրելը ազգային անվտանգության ծառայության խնդիրն է։ Հիմա վաղը Նիկոլ Փաշինյանը, քանի որ խելագարության աշճան ինչ որ գաղափարներ է մեջտեղ գցում, ենթադրենք տեր բառը որոշի, որ պետք է զեղչվի, որտեղ ինքն է պատկերացնում իրան տեր եւ Աստծո որդին Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինակ ԱԱԾ-ն դրանից հետո բոլոր քահանաների հետ փորձի զրույց անել, որ ամբողջ պատարակի ընթացքում տեր օրինակ չօգտագործես։ Ինքը որոշի, որ գիտես շարականները այդքան լավը չեն, իր սիրած սաղմոսները ըստ թվագրման, որը հայ առաքելական եկեղեցու հետ կապ չունի, այդպես պետք է հնչեցվի, ԱԱԾ այդ ժամանակը մոտենան արդեն հանգուցալ պետք է այդ ամեն ինչը իրականացնել։ Իդեպ երբ ասում եք թող նաև գաղտնազերծեն մյուսների անունները, ինչի համար եք դա ասում։ Կան այնպիսի անուններ, որ կարող են գաղտնազերծել, որտեղ իրականում ամբողջ յետխորհրդային շրջանում շատ մեծ քննարկվող հարցերից 90-ականների սկզբում հատկապես շատ մեծ քննարկվող հարցերից մեկը եղել է լյուստրացիա ձևակերպումը։ Լյուստրացիան դա այդ երկրների անվտանգության մարմինների հետ համագործակցած բոլոր քաղաքացիների մասին տվյալներն։ Բայց այստեղ էլ շատ խճճված է, որտեղ համագործակցելը մեկ բան է, զեկուցագիր գրելը մեկ բան է, մեկի վրա ինչ-որ բան գրելը մեկ բան է, պաշտոնապես համագործակցելը, որոշ երկրներում ի վերջո որոշում կայացվեց այդ լյուստրացիան իրականացնել։ Որոշ երկրներում հանուն հասարակական համերաշխության որոշվեց շուռ տալ էջը, սկսել 0 էջի, որովհետև լրիվ տարբեր հարթություններ են այլ երկրի հետ համագործակցածը, որը դավաճան է, հայրենիքի դավաճան է, թեկուզ անգիտակից համագործակցածը, որը էլի հայրենիքի դավաճան է, եւ վստահ եմ, որ գալու է մի օր, որ այդ մեղադրանքը շատ-շատ պաշտոնյաների վրա տարածվելու է եւ կա իր երկրի անվտանգության մարմինների հետ համագործակցելը։ Այլ հարց է, որ հիմա արդարացնել, չարդարացնելու հարց չի, դա ես մի կողմ եմ դնում։ Այսինքն ցանկացած իմ տարիքի համալսարանական
լավ գիտեր Երևանի պետական համալսարանում KGB-ի ներկայացուցիչ ով բոլորս լավ գիտենք, նույնիսկ գիտենք թե ովքեր են համագործակցում, այսինքն բաներ, բայց այդ շուռ տալ ներկայացնել այնպես կարծես որ պետության անվտանգությունն դեմ է։ Մնացածը Իսկ աթոռիկոսի հետ կապված երեք Փաշինյանն ասում էր նա դրսից է մի հատ էլ ուրիշ կա, քանի որ իրանք շատ վաղուց են մեռած ԱԱԾ, երբ որ հանձնարարում էին սատանաներ գտնել, երբ որ հանձնում էին գազալցակարաններում ՀԴՄ կտրոններ ստուգել, երբ որ հանձնարարում էին սև վերնաշապիկով մարդկանց գտնել, մի հայտարարություն էի արել, որ կանչել էին հարցաքննության, դրանից հետո Պարզ չեղավ, թե ի վերջո իմ կարգավիճակը վկայի հետո ինչ է, երբ որ հայտարարել է, որ կան տեղեկություններ եւ հրապարակվել էին մամուլում քրդական, որ քուրդ երկու զինյալների Հայաստանի ԱԱԾ-ն հանձնել է թուրքերին, իրենք հերքում էին եւ համարում են, որ ես ազգային հատելություն եմ սերմանել, բայց վկայի կարգավիճակից ու մի հարցաքննությունից հետո գործը այլևս առաջ չգնաց, չգիտեմ հիմա կարող է վերսկսեն թե չէ, բայց սա շատ վատ տեղ է տանում, որովհետև նշանակում է, որ պետության հետ գաղտնի համագործակցելը ըստ քաղաքական նպատակարարության է, թող այլ է հանգուցյալները։ Իսկ վեհապարի հետ կապված հայտարարությունները երեք Նիկոլ Փաշինյանի կողմից ասում է, որ դրսից է հրահանգներ ստանում, երբ ասում են, եթե այդպիսի մեղադրանքներ կան, ինչու չի բացահայտում, նա ասում է ամեն ինչ չէ, որ պետք է քրեական վարույթներով, գործերով լինի։ Այդտեղ հանցավոր ուրիշ անգործություն կա, այս հրապարակված փաստաթղթի եւ նաեւ Նիկոլի ասած, որովհետեւ եթե այլոց հետ է համագործակցում, հանձնարարականները այլոց հետ է կատարվում, տեղի է ունենում այսինքն անվտանգության մարմինները գիտեն, որ հանցագործություն է կատարվում։ Հանցագործությունը եթե կատարվում է արտաքին հատկապես Այսինքն ուրիշ երկրի շահերն է առաջ տանում։ Հատկապես երկու ուժերի այս դեպքում երկու ուղղությամբ է անվտանգության մարմինը աշխատում։ Կամ ներքին կարգով բացահայտում է այդ արտաքին ուժերի գործակալին, փաստերի ճնշման տակ, պարտադրում է, որ կրկնակի խաղով գործի հանուն Հայաստանի Հանրապետության եւ նաեւ խաղա Հայաստանի շահերից ելնելով իրեն նախկինում հանձնարարություն տվողներին, չգիտեմ, պարզ ասեցի թե չէ, դիցուք Սողոմոնը Նիկոլ Փաշինյանի ասած տրամաբանությամբ հանձնարարություններ է ստանում, ինքը չի ասում վախենում է, վաղը գնալու է Պետերբուրգ, Պուտինին նայելու է, էլի վատ վիճակի մեջ չգնա։ Չի ասում, որ երկրից, բայց հասկանալի է, որ Պուտինին կամ, չգիտեմ, Մադուրոին, օրինակ Վենեսուելայի հանձնարարություններ կատարում այս մարդը, որը վտանգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Անվտանգության մարմինները ունեն երկու ճանապարհ, կամ հանձնարարություն ստացողին բռնուտ անում են մի հատ ԱԱԾ, փաստերը դնում են դեմը, ասում են ախպեր դու երկու ճանապարհ ունես, կամ դատվում ես, որպեսզի վաղ ուրիշ հանձնարարությամբ էլի վնաս չտաս, կամ մեր հետ համագործակցում ես, քո ստացած հանձնարարությանը ի պատասխան մենք ենք քեզ ասում ինչ հանձնարարություն կատարես։ Սա մի տարբերակն է, կամ երկրորդը այս դեպքում էլ դու բարձրաձայն չպետք է ասես, որ գիտես, այս Սողոմոնը մենք տեղյակ ենք, որ Վենեսուելայի կամ Ռուսաստանի հանձնարարություն է կատարում, որ Սողոմոնը չվառվի որպես գործակալ։ Եվ երկրորդը հաջորդ օրը իսկ բռնում ես, ասում ես ես հանցագործություն եմ կանխել։ Ինչպես օրինակ արտաքին գործերի նախարարության աշխատակցի դեպքում եղավ, չեմ ուզում անմեղության կանխավարկած այդ ժամանակ էլ իսկապես հարցեր էր բայց այդ ժամանակ էլ այդ հարցը կար, իրեն ձերբակալել են կրկնակի գործակալ աշխատելուց հետո, թե ձերբակալվել են բացահայտելուց հետո։ ԱԱԾ-ն հաստատում էր, որ կրկնակի գործակալություն չի եղել, բացահայտվել է, ձերբակալվել է։ Մնացածը ինչպես ազգային ժողովի դահլիճում եմ ասել, Բեզաչոտնիկ Նիկոլ Փաշինյանն է, անպատասխանատու Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կեսին կարող է մեղադրել, վերջում դրա համար որևէ հիմք չունենա։ Իսկ երեք այնինչ որ տեսանք Մայրաթոռում, ինչպես կբնութագրեք, մենք տեսանք, որ մի կերպ 10 այդ եպիսկոպոսները եկան Մայրաթոռ, նրանց ուղեկցում էր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ոստիկանությունը, հետո հայտարարություն արեցին, նամակ հանձնեցին ու ասացին, որ գալու են պատարագի դեռևս։
Եվ հարցական նամակում էին հանձնել, որտեղ քարտուղարություն ասացին։ Քարտուղարությունը ստացել է այդ նամակը։ Չգիտեմ, ես Իրավունք այդ նամակի ունեն, դա թողնում եմ եկեղեցական բանավեճին։ Բայց մայրաթոր չկարողացան ամեն դեպքում մտնել նրանք։ Երեք իրականում իշխանությունը ամբողջությամբ հրապարակային պատասխանատվությունը ձեռքը չվերցնելով Նիկոլ Փաշինյանը չկմեղացավ, բայց կապ չունեմ մեն ամեն ինչ որ կատարվում է, ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի գծած սխեմայով երեք տեղի ունեցել մի մեծ հանցագործություն, որի մասնակից են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, օպերներ, ես չգիտեմ ինչ։ Եթե Փաշինյանը կապ չունի, ինչու են այդքան ոստիկաններ գնացել։ Եթե ասում եմ ես ընդհանրապես աջակցում եմ, որ հասարակական կարգի պահպանումը ընդունեն, որ վախենում էին այնտեղ բախումներից Հայաստանի ամբողջ ոստիկանական համակարգը վերել է ծրել այնտեղ։ Այնքան էին վախեցած, այնքան էին ծառայամտություն արել ոստիկաններ, որ ձեզ ասեմ ավելի ահավոր մի զավեշտալի բան։ 3 զուգահեռ Բաքրատ Սրբազանի եւ 18 արդարների դատներ։ Դատը չի կայացել, գիտեք ինչի համար, որտեվ երկու ամբաստանյալներ, որոնք տնային կալանքի տակ են եւ իրենց տնից մինչեւ դատարան ուղեկցում են ոստիկանները մարդ չեն ունեցել, որ նստեցնեն երկու հոգու նստեցնեն մեքենան, իրենց տներից տանեն մինչեւ դատարան։ Դրա համար դատը չի կայացել։ Եվ երեք այդ ամբողջ ոստիկանական բան բոլորը այդպես ամեն ինչը բալ մենք ժողովրդի մասին ենք մտածում, մինչև այն պահը, երբ որ Նիկոլ Փաշինյանի օպերացիան պետք է հասներ գագաթնակետին։ Իսկ օպերացիան հետևյալն էր, երբ որ վեհապար հայրապետը սկսեց իր քարոզը, այսինքն ձայների վրա դուրս եկա եկեղեցուց ու անդրադարձավ, որ իրանք փորձելու են մտնել ու տապալել ամբողջ արարողությունը, ներսից էլ փակել էին դռները եւ իմ աչքի առաջ էր ինչ որ կատարվում է։ Ես տեսել եմ այդ բերետավորներին 5 տարի շարունակ։ Այդ բերետավորները պայմանական առյուծ էին կտրում, այդ բերետավորները անխնա կոտորում էին մարդկանց, ցանկացած պահի, որ անվտանգության հարց կար։ Երեք խեղճ ու կրակ վիճակի մեջ էին, որովհետև չէին կարողանում մի խմբակի, որը Թալինի քաղաքապետի գլխավորությամբ էր ու երկու կարգալույցի, այդ մարդկանց հեռու տանել մայրաթորի մուտքից եւ բախումներից խուսափել, չէ, ամբողջությամբ թողեցին, մինչեւ փորձեն նրանք մուտք գործել, նույն սցենարով մի 300 քաղաքացիական ոստիկան, ԱԱԾ-ական, չգիտեմ են ովքեր են։ Կարող է մի քանի օլիգարխի թիկնազորել լինեն, կարող է փողոցի խուժանը լինի, կարող է Ադրբեջանի գաղտնի սպասարկությունների ծառայող լինեն, դեմքերը փակած ովքեր են, փորձում են այդ բանով թափորով սրբազանների մտցնել, բայց քանի որ ի վերջո մեր ժողովուրդը չի կորցրել ինքնապաշտպանության բնազդը, այնտեղ ներկա հազարավոր մեր հայրենակիցները կանխեցին հայ առաքելական Սուրբ Եկեղեցու մեր 1700-ամյա կենտրոնատեղին, սրբատեղին մայրաթորը ասպատակելուց։ Իրականում բայց ամեն դեպքում նրանք ասել են, որ գնալու են մայրաթոր։ Այսինքն հնարավոր է, որ այս կիրակի որոշեն, որ մայրաթորում, թեև Փաշինյանն ասաց, որ այս կիրակի չի կարող, երկրում չի լինելու։ Չէ, իրականում Փաշինյանը փորձարկում էր անցկացնում, թե ինչպեսին կլինի արձագանքը, բայց կարծում եմ լավ վերքեր է ստացել, ինչ որ ժամանակ կպահանջվի վերքերը բուժելու, բայց դա չի նշանակում, որ մեր հայրենակիցները պետք է հանգստանան։ Դա չի նշանակում, որ բոլորը իհարկե հարգանքի ու պատվի արժանի են, որտեղ մեր աչքի առաջ է եղել այն նվիրվածությունը, կիրքը, դրական իմաստով եմ ասում կիրքը, նվիրվածությունը, գաղափարականությունը, հավատքը, որ կար, այդ ինքնազոհաբերման պատրաստակամությունը շատ բանի մասին էր խոսում։ Եվ որևէ մեկը չպետք է հանգստանա։ Որևէ երկրի ապագայի, մեր ազգային արժեքների համար պատասխանատու որևէ մարդ, քաղաքական շրջանակ, հասարակական շրջանակ, որևէ միավորում չպետք է հանգստանա։ Եվ ցանկացած պահի մենք պետք է պաշտպանենք մեր ազգային են բոլոր ողնասյուները, որոնց բացակայության դեպքում մենք կդադարենք որպես պետություն, ազգ, հասարակություն ու ժողովուրդ լինենք։ Երեկվանից ձեզ քննադատում են, նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր որ գնացել էին մայրաթոր, ասում են, որ մեղադրում եք մեզ, որ մենք ենք միջամտում եկեղեցու գործերին, հիմա դուք եք գնացել, միջամտում եք երկու խմբի բաժանված եպիսկոպոսների երկխոսությանը։ Չէ, որովհետև հասկանալի էր, որ տվյալ դեպքում ներ եկեղեցական հարց չի։ Ես չեմ բացառում, որ եպիսկոպոսները դժգոհություն ունեն վեհապարը։
Եվ եղել են նման բաներ։ Եվ եղել են նման բաներ։ Ի վերջո Գերագույն հոգևոր խորհրդի նիստերում, եպիսկոպոսատ ժողովներում նաև ժամանակ տեղեկություններ կային, որ Բագրատ Սրբազանի կողմից Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որոշները երբ մտնում էին արդյոք հոգևորականը, բայց մենք որևէ մեկը տեղյակ չի եղել, չէ՞ այդ քննարկումներից։ Այդ ներեկեղեցական քննարկումներն են, որտեղ ամեն մեկը իր խոսքի իրավունք ուներ դժգոհելու, ասելու։ Ի վերջո որևէ մեկը տեղյակ ենք այս տարիների ընթացքում որևէ քահանա, որ կարգալուց է եղել, ով ոնց է քվեարկել, ինչի է քվեարկել։ Ի վերջո մեզ համար մեկ ամբողջություն է եկեղեցին եւ եկեղեցու որոշումը, վեհապարի որոշումը որպես կատարված փաստ է։ Սա առաջին անգամ է, այսինքն այդ եպիսկոպոսները առաջին օրն էին ծանոթ վեհապար հայրապետի, այդ եպիսկոպոսները Գերագույն հոգևոր խորհրդի անդամ չէին մինչ այդ եպիսկոպոսները իրենց ուզող տարբեր հարցերի շուրջ դժգոհելու առիթ չունեին։ Այդ եպիսկոպոսներից շատերը եպիսկոպոս ու վարդապետ են ձեռնադրվել նույն վեհապար հայրապետի ձեռքով, պաշտոնի են նշանակվել նույն վեհապար հայրապետի ձեռքով։ Այդ եպիսկոպոսները Նիկոլ Փաշինյանի, որն ուրանում է Արցախը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ տասնամյակներով հպարտացել ու խոսել են Արցախի մասին։ Այդ եպիսկոպոսներից շատերը հազար տեսակ շատ ավելի մինչև վերջին օրերը կանգնած էին հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այդ ինչը փոխվեց, որ եւ երկրորդը երեք քաղաքական ուժերը ներ եկեղեցական բանավեճի մասնակիցը չէին։ Իսկ ի վերջո հայտնի է, չէ՞, լավ 10 եպիսկոպոս հայտարարություն են անում։ Ես եմ եպիսկոպոսների տեղ Աստված մի հեռուտ տանի Հուդայի տեղ երբեք չդնեմ ինձ, բայց 10 եպիսկոպոսով որոշվել են հայտարարություն անել, որ մենք վաղը գնալու ենք մայրաթոր մեր պահանջագիրը ներկայացնելու։ Ի վերջո կրթված մարդիկ են, շատերը նաև վեհապար հայրապետի աջակցությամբ արտասահմաններում սովորած։ Ինչ պետք է աներ տրամաբանող մարդը, եթե ուզում էր հանրությունը դրա մասին տեղյակ լիներ, ավելի շատ հանրային իրազեկում պետք է աներ, դրա համար այդ հայտարարությունը պետք է ուղարկեն 24 News, Free News, Civic AM, Հայկական ժամանակ ու չգիտեմ, Ազատություն ռադիոկայան, պայմանական, բայց չէ, այդ եպիսկոպոսների հայտարարությունը ոչ մեկ չի տեսել, մինչև Հայկական ժամանակում Civic-ում հրապարակվել է։ Հիմա իշխանությունը կապ ունի, թե չէ։ Երբ որ իշխանությունը կապ չունեմ ներեկեղեցական հարցերի հետ, բայց այդ կարող է միկրոավտոբուսի վարորդ Գվիդոնը պատահաբար Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ տեսավ Կճոյանին, ասեց Կճոյան ջան, ուր ես գնում, ասեց գնում եմ վեհապարին բողոք ներկայացնում, ասեց նստի մարշրուտի տաքսիս, գնացին Մասյատոց Մարմարաշենում Գևորգ Սրբազանին ու այսպես հերթով պտտվելով այդ 10 հոգու նստեցրեցինք մարշրուտին, բերեց կանգնեցրեց մայրաթորը դեմ, ասեց դե իջեք գնացեք բողոք հայտնեք։ Եթե այդպես էր, բայն 300 ոստիկանը ինչ կապ ունեին։ Այդ ամբողջ օպերացիան ղեկավարող Արթուր Զաքարյանը նախկինում եղել է ռեգիոնալի պետ, հետո քաղաքի քրեականի պետ էր Կարտոյում։ Ինչ կապ ուներ այդ օպերացիան ղեկավարելու հետ, բազմաթիվ օպերները, դեմքը փակած ոստիկանները, ինչ կապ ունեին այդ ամեն ինչի հետ։ Բա ոնց է որ ոստիկանները եթե կանգնած էին հասարակական կարգ պահպանելու, բա ոնց էր այդ կարգալույց քահանայի ու Թալինի համայնքապետի դեմ ճանապարհ բացում, անգործություն ցուցաբերում, որ մտնեն, փորձեն մտնել մայրտաճար։ Էդի ով էր կազմակերպելը։ Հիմա ասում են ներկայացնել, որ քաղաքական ուժեր Գեղարքունիքից մինչև Արմավիր ու Արարատ ու Արագածոտնի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, թաղապետ մարզպետարանների աշխատողներ, չգիտեմ ավականու անդամներ, պոլիկլինիկաների աշխատողներ բերեն լցնեն մայրաթորի տարածքը։ Հետո 20 րոպե հետո այդ ներկան ստանան այդ խեղճ ու կրակ մարդիկ, որոնք ուղղակի զոհ են այս ամեն ինչը, հասկանում են, որ չի կարա հավատքի եկեղեցու մայր առաքելական եկեղեցու դեմ լինի, թողեցին մեծամասամբ փախան այնտեղից։ Հիմա դուք ինչ բացատրություն ունեք, ինչու նրանք սկսեցին համագործակցել Փաշինյանի հետ այդ եպիսկոպոսի ճնշումների արդյունքով, ինչպես որ շատերն են կասկածում։ Այդ հարցում մի բան, շատ է հնչում, որ ունեն կոմպրոմատներ։ Դիտեք, ես Դաշնակցության 35 տարվա անդամ եմ։ Այնքան որքան հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներն իրենք։ Հաստատ հերոտանին վրա եմ օրինակը վերցնում։ Պայմանական Գեգամ Մանուկյանին կանչում, ասում են նայե, այս կոմպրոմատը կա քո վրա։ Պայմանական եմ ասում։ Ուրեմն, կամ այս կոմպրոմատը հրապարակում ենք, կամ էլ դու Դաշնակցության դեմ խոսում ես։
Այսինքն ես իմ անձով ուզում եմ տրամաբանեմ։ Ես խոսում եմ դաշնակցության դեմ, վնասելով իմ դաշնակցությանը, իմ ընտանիքին, որին ես 18-19 տարեկանում ընդունվել եմ այդ կուսակցության շարքերով ու հավատավոր զինվորն եմ։ Ես վնասում եմ դաշնակցությանը, հա ինձ էլ եմ վնասում, որովհետև բոլորը ինձ ասելու են դու դաշնակցության դավաճան ես։ Որպեսզի այդ կոմպրոմատը չհրապարակվի, եւ մյուս տարբերակներ։ Ջահանդամը ինչ ուզում եք հրապարակեք։ Ես վնասելու էի ինձ, բայց իմ եկեղեցուն, իմ դաշնակցությանը ես չէի վնասի։ Հիմա իրանց մորթին են փորձում փրկել, կարծում եք։ Դա Աստված կդատի իրանց։ Մի հատ ուրիշ բանել են իրանք, անում որ ահավորներից մեկն է։ Ոչ միայն իրենց ընտանիքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին են ուրանում։ Դեք այս քանի օր է այս հայտարարությունից հետո KGB-ի բանտում Միքայել Բաքրատ Սրբազանների հետ, Արշակ Սրբազանների հետ չեն կարող տեսակցել, Միքայել Բաքրատ Սրբազանների հետ զրույցներում մի հատ մարդկային ցավ կա, այսինքն հոգևորականի, հայ առաքելական եկեղեցու սպասավորի, arczepiskopos-ի, թեմակալ առաջնորդների այդ ցավից դուրս։ Մեկ է զրույցում այդ սրբազաններից որոշների անունները տալիս են, ասում են ախր 5 տարի մի սենյակում ենք ապրել, 5 տարի միասին ենք սովորել, ախր ընկեր ենք եղել։ Այսինքն ոչ միայն այդ մեծ ընտանիք հայ առաքելական եկեղեցուն է դավաճանությունը, այլ նայեք սրբազաններից Արտակ սրբազանը, մեր սրբազանը ասում որտեղ կարգալույց չեն, Տիրադավ սրբազանը։ Միքայել Սրբազանի դատական նիստերը որ սկսեցին, չգիտեմ, հարգելի Էրմինե դուք էլ եք լուսաբանել, հենց առաջին նիստից նույն Արտակ Տիրադավ սրբազանը ներկա էր դատարանում։ Այսինքն դուրս էր գալիս, ամանչում ես էլ մոտենաց, մարդը իր հոգևոր եղբորն են դատում անարժան, այսինքն ինչ վիճակի մեջ կլինի։ Ու մեկ էլ ասում ես, լավ ո՞նց Նույն Գևորգ Սրբազանը լաց էր լինում, համարյա արդյունքները հազիվ էր զսպում։ Հա, մեր աչքի առաջ է եղել Բեհարան հարձակվելու։ Չգիտեմ, վաղը մի տաղանդավոր գրող այս գահավիժումը, այս անկումը մարդկային, բարոյական, հոգևոր մի օր վեպի կվերածի, որ մյուս սերունդները հիշեն սրանց։ Բայց շատ լավատեսական չէ տրամադրված եկեղեցում, երբ նրանց կոչ են անում, որ վերադառնան։ Դու կարծում ես նրանք կվերադառնան մայրաթոր։ Չեմ ուզում այդ հարցերում խառնվել։ Աստծո գործերից խառնվում, չգիտեմ։ Վեհապարը պետք է դիմի ընդդիմությանը կամ քաղաքական ուժերին, առասարակ հասարակությանը, որ աջակցեն իրեն։ Դու կարծում ես։ Իրականում նաև այս տեսակետը կա։ Գիտեմ ես, այսինքն վեհապարի կոչ չկար, կար իմ դաշնակցության որոշում, իսկ իմ դաշնակցության որոշումը կայացվել էր պահի պատասխանատվության գիտակցումով, մենք մեզ կողմ չէինք կարող դնել։ Դրա համար մեր դաշնակցական ընկերները այնտեղ էին։ Ոչ միայն դաշնակցական ընկերները, այլ առաջինից պահից որ հայտնի դարձավ որ պետք է գնամ, մեկ է պատահաբար տեսա աղջիկս հայտարարել որ ես էլ եմ գնալու։ Ու մեր ընկերներից շատ-շատերը ընտանիքներով էին այնտեղ։ Ու շատ-շատ մեր հայրենակիցներ ընտանիքներով են։ Այսինքն ես ինչա նստեմ սպասեմ վեհապարը ինձ կոչ անի, որ ես գնամ մատերի ծայրով փորձեմ պաշտպանել իմ հայ առաքելական եկեղեցուն, լավ վեհապարին վաղ Աստծոց մի հարցը բանտարկեցին ու տեսակցությունների վրա էլ արգելք եղավ, վեհապարն չկարողացավ բանտից կոչ անի։ Ես պետք է կրավորական դրսևորում ցուցաբերեմ։ Բայց դուք վտանգ չեք տեսնում, որ ի վերջո Փաշինյանին կհաջողվի իր ուզածին հասնելու։ Չէ, դրա համար ասեմ ինչ է։ Ինչեւ հիմա օրինակ լավ հաջողվել է իրեն իր ծրագրերը իրականացնել։ Հարգելի Հերմինե, դա էլ պատմության գիտելիքի հարց է։ Ես մի անգամ վերջերս Նիկոլ Փաշինյանը մի ուսումնասիրություն տվեց չկարդաց։ Ինքը կամ գիտեր էդի սովորել էր չեկիստներից կամ չկարդաց։ 26 թվականին չեկիստները, բոլշևիկները կամ հիմա իրանք համարում են KGB-ն, այդ ժամանակվա KGB-ի նախահայրերը, իրանց հոգևոր հայ բոլշևիկները, հայ առաքելական եկեղեցուն պարակտելու համար ստեղծում են անկախ ազատ եկեղեցի շարժում։ Մեջը եպիսկոպոս է եղել, վարդապետ է եղել, եկեղեցի են գրավել, պատարակներ են մատուցել, սկսել են վիրահայոց թեմից, որտեղ Թիֆլիս այդ ժամանակ հայության կենտրոնն է, թերթ են տպել, ինչեր են արել, մի քանի տարի հետո մոռացել են։ Հիմա վերջերս եմ անունը հիշում, Էնես սրբազաններից եմ լսել Աշոտ եպիսկոպոս։ Հիմա ով է հիշում, Աշոտ եպիսկոպոս, ով կարող է ասի ով է։ Բայց նաև այդ նույն ժամանակ
Սրբազանները 37-ին ձերբակալվել ու գնդակահարվել։ Իմիջիալոտ էտել ասում եմ, երբ որ Բագրատ սրբազանը եւ Արտակ Տիրադավ սրբազանը օծվել են եւ նաեւ անուն են տրվում, Վեհափար Հայրապետի նախաձեռնությամբ է կարծեմ եղել, երկուսին էլ տրվել է 1937 թվականին գնդակահարված երկու եպիսկոպոսների, Բագրատ եւ Արտակ եպիսկոպոսների, մեկը Շիրակի թեմի առաջնորդ անունն է։ Այսօր Բագրատ եպիսկոպոսը բանտում է ու բանտից պայքարում է, ինչպես 3 դատարանի դահլիճում երկով կոչեր անում, ով որ քաջ է ինչ կսպասե, իսկ Արտակ Տիրադավ եպիսկոպոսը այսօր 300 ոստիկանի մեջ շրջափակված, ԱԱՑ-ականների մեջ շրջափակված փորձում էր ներխուժել մայր տաճար։ Եվ վերջին հարցը, նկատենք, որ այս ֆոնին նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման մասին են խոսում։ Փաշինյանը քիչ առաջ գրառում է արել Facebook-յան էջում, ասում է, որ խաղաղությունն այլևս իրողություն է եւ ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան։ Սա ինչ հեռանկարներ է ստեղծում, քաղաքական որոշում է, տնտեսական որոշում է, սա արդյոք ցուցիչ է, որ մենք խաղաղության ենք հասել Ադրբեջանի հետ։ Քիչ առաջ Ադրբեջանից լուր տարածված, որ Բաքվի դատավարությունը սա շարունակվել է։ Վերջի խոսքեր են ասում, եւ թույլ տվեք դրա համար այդ հարցին չպատասխանեմ, թող այդ բենզինը քաշի գլուխը, խմի մինչև վերջ են հացահատիկն էլ ուտի։ Ավել բան չասեմ։ Նկատի ունեք թմա ազատազրկման նաև որոշումը, որ կայացրեցին։ Ռուբեն Վարդանյանի մասով եւս։ Բոլորի մասով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Զրուցակիցս Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։